Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Գանձաքար գյուղում էր։ Աղքատությունը Հայաստանի 6 մարզում աճել է։ Պետական պարտքը աճել է, աղքատությունն էլ աճել։ Նա խոստանում էր, որ անվտանգություն կբերի, բայց հակառակորդը ջերմուկում արդեն։ Նա խոստանում էր, որ մեր երկրին ուժ կբերի։ Մինչդեռ իրանց գնալով պետք է մի քիչ նիհար լինես, որ անցնես այդտեղով։ Այնքան շատ է տվել ճանապարհը։ Ասածս ինչ է, մեծ փոփոխությունների համար պետք է մարդ, ով իրավացիորեն կարա հողի վրա այդ փոփոխությունը բերի։ Գանձաքարցիները չեն թաքցնում, օրվա իշխանությունից հիասթափված են, խոստումները մնացել են օդում, կյանքի պայմանները գնալով վատացել են։ Ընտրություններից առաջ գյուղն ունի իր հստակ կողմնորոշումը, վստահում են իրենց համագյուղացու զավակին։ Գանձակարը գյուղի թորն է, մեր գյուղի հավատորն է, մեր բոլորսը ես լիչնը, Ռազմիկ Սուրենի մադայանը, ընտայել բարոն Կարապետյանն է։ Հաջորդ կանգառը Իջևանի մշակույթի տունն էր։ Մինչև այնտեղ հասնելը Նարեկ Կարապետյանը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ այցելեց տեղի պատմաերկրագիտական թանգարան։ Արդեն լեցուն դահլիճում Կարապետյանը խոսեց հատուկ սոցիալական հիմնադրամի ստեղծման մասին։ Կարապետյանը հայտարարել է, ստեղծում է հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարում 70% մեծ մասը հայ բիզնեսմենները Սփյուռքից, հայ մեծահարուստները Սփյուռքից, մեր ընկերներն ու գործընկերները, մեր 30% փոքր մասը պետությունը։ Այդ հիմնադրամը ամսական թոշակ է նշանակում, նպաստ է նշանակում այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են։ 5 հոգանոց ընտանիքին 150,000 դրամ։ Եվս մեկ կանգառ, այս անգամ Հաղարծինում Նարեկ Կարապետյանին արժանացրին ջերմ ընդունելության։ Ամեն ինչ անելու ենք, այդ հաղթանակը բերենք, ամեն ինչ անելու ենք, մեր երկիրը այս ծնկած վիճակից հանենք։ Հավաքվածները պնդում են, երկրին արժանապատիվ առաջնորդ է պետք։ Արժանապատվության ընտրության օրը հունիսի 7-ը, համար 3 քվեաթերթիկը, երաշխավոր Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի միջոցով հզոր Հայաստան ենք ուզում, փոփոխություններ ենք ուզում, որ հայրենիքը հանձնեցինք, հիմա գոնե նոր ուժեղ Հայաստան կառուցենք, հզոր, հարուստ ընտանիք լինեն, մարդիկ հարուստանան։ Չնայած հորդառատ անձրևին, Ուժեղ Հայաստան կուսակցությունը Դիլիջանում անցկացրեց իրազեկման երթ։ Դիլիջանյան երթով էլ եզրափակվեց քաղաքական ուժի քարոզարշավը Տավուշի մարզում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։